Կարևորի մասին հաղորդաշարն է եթերում, բարև ձեզ, այսօր մենք կխոսենք փոքր բիզնեսից, իսկ իմ հյուրը անհատ ձեռնարկատեր Արփինե Մկրտչյանն է։ Բարև ձեզ, շնորհակալ եմ շատ մեր հավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, անհնար էր մերժելը։ Ամենասկզբից սկսենք, ինչպես որոշեցիք փոքր քաղաքում փոքր բիզնես ունենալ, երազանքի հետևից գնացիք, թե պարզապես տարածաշրջանի պահանջարկը հաշվի առաք։ Կստեմ, եթե ասեմ երազանքի հետևից եմ գնացել եւ ի սկզբանե միշտ պատկերացրել եմ, որ ես կունենամ բիզնես։ Ավելի շուտ նկատել եմ, որ մեր համայնքում որոշակի խնդիրներ կան, որոնց մեջ ես ինձ տեսա, որ դրա լուծումը կարող եմ տալ։ Եվ այդպես շատ պատահական մասնակցեցի մի դասընթացի, որի արդյունքում հենց ստեղծվեց իմ բիզնեսը։ Այսինքն դուք այդ դասընթացի ընթացքում հասկացաք, որ ունեք այդ բոլոր ունակությունները, հմտությունները բիզնես սկսելու։ Այո, դասընթացը բացեց իմ աչքերը եւ ես իմ հնարավորությունները սկսեցի ավելի ռեալ գնահատել եւ այդպես արդեն ողջավորված սկսեցի քայլ առ քայլ կայունացնել իմ բիզնեսը։ Արդյոք դժվար չէ փոքր քաղաքում բիզնես պահելը, որովհետև գաղտնիք չէ, որ երբ որ տեսնում են ինչ-որ մեկը ինչ-որ հաջողություն է ունենում, մարդիկ որոշում են իրենք էլ դրանից ունենան եւ այսպես կարելի ասել ոչ հավասար մրցակցային կամ ոչ առողջ, ավելի ճիշտ, առողջ մրցակցային մթնոլորտ է ստեղծվում։ Գիտեք, թյուր կարծիք կա, որ փոքր քաղաքում ավելի դժվար է բիզնես զարգացնելը, քան մեծ քաղաքում, բայց ես իմ փորձից ելնելով կարող եմ ասել, որ փոքր քաղաքում ճանաչելիություն ձեռք բերելը ավելի հեշտ է, գործունեություն ծավալելը ավելի հեշտ է, քան մեծ քաղաքում։ Իսկ ինչ վերաբերվում է այն հարցին, որ բոլորը միտված են բացելու նույն բիզնեսը, որը որ տարածում է գտնում եւ ինչ որ ճանապարհ է անցնում, հաջողության է հասնում, ապա կա այդպիսի բան, բայց դրա կյանքը շատ կարճ է լինում, քանի որ ամեն մարդ պետք է իր սրտից եկածով զբաղվի եւ մոտիվացիան չգտնի ուրիշների տեսնելով, այլ ինքը մոտիվացվի ուրիշ այլ արժեքներից։ Ձեր ոլորտները հետաքրքիր են այն առումով, կարծեք թե իրարից այսպես տարբերվում են ժամանցի վայր, հյուրատուն եւ ձիաշավարն, որը շատ ավելի հետաքրքիր է այն առումով, որ տարբերվում է տարածաշրջանում, մի փոքր բացենք փակագծերը ձիաշավարանի հետ կապված։ Այդ ձիարշավարանը հենց իմ ամուսնու մանկության երազանքն է, որ ունենա ձիարշավարան եւ միշտ փոքրուց ունեցել են ձիեր, ինքը շատացրել է, գնել է զուտ մեր ընտանիքի հաճույքների համար, բայց երբ որ հյուրատան գործունեությունը ծավալեցինք, ընտանեկան բիզնես է եւ որոշեցինք, որ հյուրատանը կից պետք է ունենանք այլ ծառայություն, այդտեղ եկավ այդ գաղափարը, որ պահը հասունացել է, որպեսզի մեր տարածաշրջանում լինի ձիարան, քանի որ ինքը իր տեսակով յուրահատուկ է եւ այդպիսի գործունեություն դեռևս ոչ մեկ չի ծավալում, նորարարություն է եւ շատ մեծ հետաքրքրություն է առաջացրել ինչպես տեղացիների, այնպես էլ դրսից եկող տուրիստների հարցում։ Մանրամասնենք, արդյոք ամբողջովին պատրաստ է, թե դեռ աշխատանքներ ունեք անելու եւ արդյոք կարողանում եք համապատասխան մասնագետներ բերել, որոնք որ կզբաղվեն ձիերի խնամքով, նրանց վարժեցնելով, ի վերջո սա մի փոքր այլ ավելի մասնագիտական հմտություններ է պահանջում, նեղ մասնագիտական։ Տեսեք, քանի որ դեռևս ձիարանի 4%-ն է կառուցվել եւ դեռ ավելի քիչ, այս պահի դրությամբ ինչ որ մասնագետներ հատուկ հրավիրել անիմաստ է, քանի որ երբ որ ամբողջական աշխատանքները ավարտին հասցնենք, ապա ամեն ինչը բարձր մակարդակի վրա բնականաբար ծառայությունը կմատուցենք։ Այս պահի դրությամբ ամեն ինչով զբաղվում է ամուսինս եւ ինքը այդ հմտությունները ունի, կարողությունները ունի եւ մենք ընտանիքով ենք փորձում առաջ խաղացնել այդ բիզնեսը եւ կարողանում ենք սպասարկել շաբաթ եւ կիրակի օրերին։ Պետք է անկեղծ լինեմ եւ ասեմ, որ մենք ի սկզբանե պատրաստ չէինք այսքան արագ անցնելու սպասարկմանը, քանի որ մենք մտածում ենք, որ աշխատանքները պետք է ավարտին հասցնենք, նոր սկսենք հաճախորդներին սպասարկել։ Բայց քանի որ մեծ ուշադրության արժանացավ եւ պահանջարկը իսկապես շատ է, դրա համար անիմաստ կլինի մերժել այդքան հաճախորդների եւ այս պահի դրությամբ շաբաթ եւ կիրակի օրերին արդեն կարողանում ենք սպասարկել։ Եվ հետաքրությունը հիմնականում ում կողմից է լինում, տեղաբնակների, թե դրսից եկած հյուրերը ավելի են գերակշռում։ Գիտեք, հետաքրությունը հենց բոլորի կողմից է, համեստություն չեմ անի եւ կասեմ, որ իսկապես հետաքրությունը մեծ է։ Եվ գալիս են ինչպես ձիավարելու եւ ֆոտոնկարահանումներ, ֆոտոսեսիաներ ունենալու, այնտեղ կվադրացիկլի ծառայություն ունենք, որ կարողանում են էքստրեմի սիրահարները բավարարել իրենց ցանկությունները եւ ինձ հպարտեցնում է այն փաստը, որ եթե կապանցիներից օրինակ դրսից եկած հյուրեր ունեն, պարտադիր բերում են ձիարան։ Դա եւս այսպես туриզմի զարգացման համար այնց առաջի նախադրյալն է, որ դրսից եկած մարդուն առաջի տեղը բերում են ձիարան։
Դե կարծում եմ բնությունը ամեն դեպքում բոլորին հոգեհարազատ է եւ մարդիկ ձգտում են ինչքան հնարավոր է բնությանը մոտ լինել։ Իսկ սա լավագույն տարբերակն է մոտ լինելու։ Կանայք բիզնեսում մի փոքր այսպես խորթ էր, եթե մի քանի տարի առաջ այսպես ասեինք, գուցե ասեն, այս կինը տնից փախած է, այսպես ասած, ընտանիք թողել եւ այլն, փորձենք հասկանալ, որն է այն գաղտնիքը, որ կինը կարողանում է ընտանիքի հետ հավասարապես բիզնես զարգացնել եւ այնպես անել, որ ոչ ընտանիքը տուժի, ոչ բիզնեսը տուժի։ Իհարկե կարող ենք հանուն արդարության ասել, որ գուցեև ինչ-որ մի պահի կողմերից մեկը որոշակի այսպես որոշակիորեն այսպես մի կողմ անցնի, իհարկե սա էլի վարպետության հարց է, ինչպես կկարողանանք ժամանակը ճիշտ տնօրինել։ Գիտեք, շատ լավ հարց եք տալիս, քանի որ երբ որ փոքր էի, երեխա էի, այն ժամանակ այդպես դպրոցներում փորձում էին արդեն այդ թեման արտածել, գենդերային հավասարության մասին է խոսքը, եւ այն ժամանակ ինձ թվում էր, որ դա այդպես ինչ որ անկարևոր բան են խոսում, քանի որ ես մեծացել եմ այնպիսի ընտանիքում, որտեղ երբևիցե չեմ զգացել, որ իմ եւ եղբորս միջև դնում են ինչ որ սեռային տարբերություն։ Այսինքն ընտանեկան հարցերը քննարկել են երկուսիս հետ, հավասարապես երկուսիս կարծիքն են հաշվի առել, դրա համար ես այն ժամանակ դրան շատ այսպես մակերեսորեն էի վերաբերվում։ Իսկ երբ ես արդեն դարձա մայրիկ եւ կին, հասկացա, որ իսկապես այդ խնդիրը կա։ Այն առումով կա, որ երբ որ տղամարդն է ինչ-որ հաջողության հասնում եւ ամբողջ բարեկամությունը ազգահարազատները իրեն գովում են, մեծարում են, որ այ կայացած տղամարդը այսպիսի գործունեություն է ծավալում, հաջողում է, իսկ կնոջ պարագայում մի փոքր պետք է արդարանաս, ինչու ես քո օրինակ երեխաներին թողել տանը եւ զբաղվում ես բիզնեսով։ Նույնիսկ հնչում են հարցեր, ինչ թե պակաս, որ զբաղվում ես, այսինքն մարդիկ ասոցիացում են, որ պիտի ինչ-որ մի բանդ պակաս լինի, որ դու զբաղվես բիզնեսով։ Էլ չեն կարևորում այն փաստը, որ դա կնոջ համար ինքնակայացման ինչ որ ճանապարհ է, որը շատ-շատ կարևոր է։ Իսկ ինչ վերաբերվում է ծնողավարմանը եւ բիզնեսի համատեղելիությանը, կարծում եմ ոչ մի պարագայում չպետք է կինը փորձի լինի իդեալական։ Այսինքն հնարավոր է բերել այնպիսի մի բալանսի, որտեղ կառանձնացվի եւ մայրիկի ժամեր եւ աշխատանքային ժամեր։ Ճիշտ է, մեր պարագայում մանավանդ բիզնեսով զբաղվող կանանց համար մի փոքր դժվար է, օրինակ տանը չաշխատել կամ բիզնեսում սեփական աշխատավար չբերել երեխաներին օրինակ, մի փոքր այդ հարցը դժվար է, բայց կարծում եմ ամեն ինչը կարգ ու կանոնով, ռեժիմով անելու դեպքում հնարավոր է հասնել հաջողության։ Եվ ուզում եմ մի բան էլ ավելացնել, որ աշխատող մայրիկները թող իրենց մեղավոր չզգան այդ հարցում ու չփորձեն արդարանալ իրենք ինչու են աշխատում։ Քանի որ տնային տնտեսուհիները թող ինձնից չնեղանան, միգուցե ավելի քիչ ժամանակ են հատկացնում երեխաներին, ավելի ուշ են ասում, որ իրենց սիրում են, քան աշխատողները, քանի որ անդադ դրսում է լինում, հենց տուն մտնելուն պես ես վստահ եմ, որ այդ սերը հոգատարությունը ավելի են շռայլում, քան օրինակ այն մայրիկը, որ առավոտից իրիկուն երեխայի հետ տանը նստած է, ու ինքն էլ չի նկատում, որ օրինակ շատ վաղուց չի ասել, որ այդ երեխան ինչքան կարևոր է իր համար, ինչքան կարևոր է, որ ծնվել է։ Դրա համար մեր օրերում, մանավանդ այս տեխնիկայի արկայության դեպքում, որ արդեն տարբեր օգնականներ ունենք եւ սպասկլվածող մեքենա եւ տները մաքրող ռոբոտ փոշեկուլներ, այդ պարագայում կարծում եմ շատ հանգիստ կարելի է ամեն ինչը համատեղել։ Այո, այստեղ պարզապես մնում է ժամանակը ճիշտ կառավարել։ Այո։ Եվ հատկացնել, եւ երևի թե այսպես երեխաները ավելի ինքնուրույն են մեծանում, ավելի շուտ են սովորում ինքնուրույն կյանքին բնականաբար։ Այ ոլորտում եք այսքան ժամանակ, ինչ փոփոխություններ կուզենայիք, որ առաջնահերթ լինեին, որ ոչ թե խոչընդոտներ կստեղծեր փոքր բիզնեսի համար, կապ չունի դա հյուրատնային տնտեսություն կլինի, ժամանցի կլինի, ինչ կլինի, ոչ թե խնդիրներ ստեղծեն, այլ հակառակը ավելի փորձեն ծաղկեցնել եւ այն մեծերի կողքին փոքրիկներն էլ այսպես ճուտիկների նման իրենց գործունեությունը ծավալեն, այլ ոչ թե խնդիրների առաջ կանգնելով գուցե շատերը կանգնեն փակման եզրին։ Շատ լավ։ Ես օրինակ շատ կուզենամ, որ սեմինարներ, դասընթացներ շատ անեն փոքրիկ բիզնեսների համար եւ ինչու՞ չէ թող լինի դրամաշնորհային, որովհետեւ ցանկացած այդպիսի սեմինարին բացի գիտելիքներ ստանալուց, բացի փորձի փոխանակումը եւ տարբեր այլ ոլորտների մասնագետների հետ բացի ծանոթությունների բազա ստեղծելուց, նաեւ շատ մոտիվացնող է, երբ որ դու կարող ես օրինակ շահել դրամաշնորհ, որը քո փոքրիկ բիզնեսի համար
ոնց որ Արյուն ներարկեց, շատ կարևոր է։ Եվ ես կուզեմ մեր կապանում օրինակ, այդպիսի հրավիրվեն դրսից մասնագետներ, ովքեր կկիսվեն իրենց փորձով, ովքեր իրենց ձախողումների մասին կխոսեն բացեիբաց կամ ինչ-որ գաղտնիքներ կփորձեն, այսինքն դասական սեմինարներ չլինի, որի օրինակ բիզնես պլան գրել, արդեն գրեթե ինտերնետով էլ կարող ես այդ բիզնես պլան գրելը սովորել, բայց կան ավելի առօրյա կենթանի շփում, առօրյա եւ խնդիրներ եւ հաջողություններ, իրական փորձեր, որոնք փոքր բիզնես ունեցողներին կամ ստարտափերին կամ ինչ որ գաղափար ունեն, բայց չեն կողմնորոշվում սկսեն, այդպիսի սեմինարները, դասընթացները շատ օգտակար կլինեն կապանում, եթե հաճախակի իրականացվի։ Ժամանակից նորարարական մեթոդներից կարողանում եք օգտվել բիզնեսը ավելի զարգացնելու համար եւ ըստ ձեզ փոքր քաղաքում այդ գովազդային, այդ ռիլային քաղաքականությունն է ավելի շատ օգնում բիզնեսի զարգացմանը, թե հենց տեղում ճանաչելով մեկը մյուսին այսպես տարածելով կարող եք ձեր գործունեությունը ծավալել։ Միանշանակ թվային մեր այս համակարգում սոցցանցերը, ինտերնետը շատ մեծ դեր ունի բիզնեսի առաջխաղացման հարցում։ Չգիտեմ դա լավ է թե վատ է, բայց 90% հիմա բիզնեսները առաջ են խաղացվում հենց ինտերնետի միջոցով։ Դա ավելի հեշտացնում է բիզնես սկսողի գործը, քանի որ առանց ինչ-որ մեծ ռիսկերի ինքը կարողանում է առանց մեծ ներդրումների, ուսումնասիրելով շուկան, ինչ-որ սոցհարցումներ կազմակերպելով եւ այլն, ինքը արդեն կարողանում է կողմնորոշվել ինչ ոլորտում սկսի, ինչ գործունեություն ծավալի եւ գովազդը ավելի հեշտ է տրվում, քան օրինակ մի 10-15 տարի առաջ դա կտրվեր ցանկացած բիզնես սկսվողին։ Եվ on-line հարթակը նաեւ ժամանակի խնայողություն է ինչ-որ չափով, հաճախորդի հետ շփվելու, քննարկելու, ցանկացած ժամի ավելի հարմարավետ է դարձնում սպասարկումը։ Կոնկրետ եթե իմ կարծիքը հաշվեք իմ բիզնեսի համար, դա ինձ միանշանակ օգտակար է եւ խոչընդոտ չի։ Իսկ բերնեբերան տարբերակը դա անկախ սոցիալական հարթակների պասիվությունից, ակտիվությունից դա միշտ է լինելու է։ Դա քննարկումը լինելու է, մեկը մյուսին ծանոթ լինելով։ Նորարարություններ փորձում եք անել ձեր ոլորտում, թե ձգտում եք դեռևս այսպես պահել այն ինչ որ ունեք, ինչ որ ստեղծել եք։ Ծավալվել ավելի, թե դա էլի մեծ ռիսկերի հետ է կապված։ Գիտեք, հիմա շեշտը դրվում է հենց նորարարական բիզնեսների վրա եւ ամեն երկրորդը չի փորձում ստանդարտ ինչ որ բիզնես անել, փորձում է նորարարություն մտցնել։ Բայց ես կարծում եմ, որ նորարարությունն էլ իր չափը ունի։ Օրինակ, այնպիսի абսուրդ նորարարական գաղափարներ ենք լսում, որ կարելի է ինչ անել, որ տարածաշրջանին դա ընդհանրապես բնորոշ չի։ Անունն է միայն նորարարություն։ Պետք է հասկանալ տվյալ համայնքում, արդյոք համայնքը այդ նորարարության կարիքը ունի, թե չէ։ Բայց եթե ես անձնական օրինակից փորձեմ կիսվել, նորարարությունը հենց ինչ որ նոր ծառայություն առաջարկելն է, որը հենց բիզնեսի առաջընթացման ամենաառաջին գրավականն է։ Այսինքն ժամանակ առ ժամանակ դու պետքա ինչ որ մի նորարարություն առաջարկես, նոր ծառայություն առաջարկես, տարբերվող ինչ որ բան առաջարկես, որպեսզի քո ռիթմը չկորի աշխատանքի։ Հենց ես ինքս էլ, եթե ինչ որ մի փաթեթ, ինչ որ մի ծառայություն որոշակի ժամանակ տևում է, արդեն սկսում եմ ձանձրանալ հենց ես ինքս։ Բնականաբար հաճախորդները ինձնից ավելի շուտ են ձանձրանալու։ Դրա համար 2 ամիսը 1, 3 ամիսը 1 փորձում ենք ինչ որ նոր ծառայություն ավելացնել մեր ոլորտներում, որը ավելի է հետաքրքրացնում բիզնեսը։ Այո, որովհետև այն հենց խոսքի սկզբից որ ասեցի, որ կարող են փոքր տեղում տեսնել, որ այս մի բիզնես հաջողություն ունի, իրենք էլ հիմնել, այստեղ արդեն հաջողություն ունենալու համար մրցակցության դիմանալու համար տարբերվող բաներ պետք է առաջարկել։ Իսկ ժամանակը մեր օրերում բավականին արագ է ընթանում եւ փոփոխությունները, նույն սոցիալական ցանցերը այդ փոփոխություններին շատ արագ են ծանոթացնում եւ համահունչ պետք է քայլել հաջողության հասնելու համար։ Հենց այս պարագայում Ձիարանի ծառայությունը հենց ինքը նորարարություն է, քանի որ տարածաշրջանում չկա այդպիսի ծառայություն եւ սա պետք է զարգացնել։ Սա մեծ ներհոսք է բերելու туриզմի զարգացման, տուրիստների եւ ես շատ եմ հպարտանում, որ ստանում եմ զանգեր, երբ ասում են մենք ունենք արտասահմանից հյուր եւ կապանում, օրինակ, պետք է բերենք Ձիարան, այսինքն կան շատ վայրեր, որ կարող են տանել, բայց Ձիարանը կառուցվել է դեռևս 4%, 5%, այսինքն դեռ շատ ահռելի աշխատանք պետք է այնտեղ արվի, բայց այդ 4%-ն էլ է բավականացնում, որ իրենք իրենց դրսից եկած հյուրին բերեն ու կապանից ինչ որ մի բան ցույց տան։ Դա շատ հեռանկարային է ու հենց մոտիվացնում է, որ
զարգացնենք այդ բիզնեսը։ Ովքեր են ձեզ աջակցում այս հարցում մանավանդ, եթե հաշվի առնենք, որ սա համայնքի զարգացման համար է նաև, փորձում եք տարբեր ատյանների դիմել, որոնք որ եւս կնպաստեն, դուք միայն ձեր ուժերով չեք անի այդ ամեն ինչը եւ կնպաստեն այդ ամեն ինչի զարգացմանը, կամ գուցե առաջարկ լսեք, որ օգնեն ձեզ աջակցեն, որովհետև հյուրատունը եւ ժամանցը դա կարելի է անձնական բիզնես համարել, իսկ սա համայնքի զարգացման մեջ ներդրում կատարել է նշանակում։ Դե եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ բիզնեսը երբ որ վարում ենք, ես էլ ամուսինս էլ շատ կարևորում ենք, որ այն պետք է լինի ի նպաստ համայնքին, ունենա ինչ-որ պարունակի սոցիալական տար։ Դրա համար Ձիարանի պարագայում էլ երբևիցե մենք հույսներ չենք դնում ինչ-որ ատյանների վրա կամ կոնկրետ մարդկանց վրա, որ ինչ-որ բանով պետք է աջակցեն, որովհետև դա էլ է ամենամեծ սխալներից մեկը, երբ որ սկսում ես բիզնես եւ քեզ թվում է, թե կողքից բոլորը քեզ պետք է լինեն աջակցեն, լինի դա ազգական, բարեկամ, թե պաշտոնյա որևիցե։ Այսինքն, երբ որ դու ունես գաղափար, դու դրան հավատում ես եւ դու տեսնում ես հեռանկար, դա միանգամայն բավարար է, որ դու անես հստակ քայլեր։ Կարևորը տենց ինչ որ կողմնակի այս կամ այն հարցի շուրջ խանգարողներ չլինեն, մնացածը օգնությունը կարծում եմ այդպես սխալ է ակնկալել ինչ որ օգնություն։ Կլինի առաջարկ, կլինի, չի լինի, հա, մեր այն որ դռները բոլորի առաջ բաց են, մեծ սիրով սպասում ենք, այդպես այդ սկզբունքով ենք աշխատում։ Եթե ամփոփելու լինենք, իհարկե դուք արդեն հաջողությունների մասին խոսեցիք, այնուամենայնիվ այն կուզենայի կետ-կետ առանձնացնեինք այն մի քանի կարևոր կետերը, որոնք շատ անհրաժեշտ են բիզնես սկսելու համար, հաջողություն գրանցելու համար։ Տեսեք, կարևոր հատկանիշներից մեկը դա ինքնավստահության եւ ռիսկային գոտում հայտնվելուց չվախենալն է։ Այսինքն, այդ որ ասում են ռիսկը գործի կեսն է, այս պարագայում դա շատ կարևոր է, բայց սրան զուգահեռ ուզում եմ դնել նաև ինքնակրթությունը եւ ամեն մարդ իր ոլորտում անդադ ինչ որ նոր բան սովորելու ունակությունը։ Չպետք է վախենալ, օրինակ 50 տարեկանում նոր մասնագիտություն ձեռք բերելուց, կամ եթե դու արդեն ընտրել ես ուղղություն բիզնես, պետք չի նորարարությունից վախենալ։ Ընդհակառակը պետք է չեմ ուզում ասեմ դրանց դեմ պայքարել, պետք է հավասար փորձել քայլել այդ ամենի հետ միասին։ Դա բիզնես սկսելու կարևոր բաներից մեկն է։ Տեսեք, ես չեմ ասում պետք է պարտադիր ունենաս կարմիր դիպլոմ, պետք է ունենաս շատ փող կամ պետք է ունենաս, չգիտեմ, այսպես լավ մեջք, որ դու կարողանաս բիզնես, դա միֆ է։ Բիզնես սկսելու համար ամենաառաջնայինը դա հստակ ինչ որ գիտակցել, որ պետք է այդ համայնքում լուծես խնդիր, ունենաս այդ ռիսկայնությունը, այդ ռիսկը, որ ցանկացած պահի, օրինակ դու կարող ես քո բիզնեսը սկսել զրոյից, չվախենալ դրանից։ Օրինակ ես հոգեբանորեն պատրաստ եմ, որ ցանկացած պահի ես կարող եմ ամեն ինչ սկսել զրոյից, ու դա ինձ չի վախեցնում։ Ընդհակառակը ես ոչ թե կսկսեմ զրոյից, այլ կսկսեմ ինչ որ փորձից արդեն։ Եվ պետք է հասկանալ, պետք է չվախենալ սխալվելուց։ Գիտեք, շատերը վախենում են սխալ խոսելուց, սխալ ինչ-որ քայլեր անելուց, որ դա, բայց ես օրինակ ուրախանում եմ, որ եթե ինչ-որ սխալ անում եմ, ես դրանից նստում եմ վեր եմ լուծում, դասեր եմ քաղում ու քայլում եմ առաջ, որը հենց բիզնեսի կարևորագույն շարժիչ ուժն է, հենց այդ սխալները։ Եթե դու ճիշտ ուղղությամբ քայլում ես, դա քեզ ուղղակի դու չես էլ հասկանում, որ ինչ-որ բանի գնում ես, բայց եթե սխալ ես անում, անգնում ես, վեր ես կենում, քննարկում ես դա, մեկնաբանում ես ու քայլում ես առաջ, դա արդեն բավականին մեծ առաջընթաց է այդ սխալվելը։ Եվ երիտասարդներին ինչ խորհուրդ կտաք։ Երիտասարդներին խորհուրդ կտամ, որ ցանկացած պարագայում զբաղվեն ինքնակրթությամբ, եթե այլ հնարավորություն չկա ուրիշ տեղ կրթվելու, կրթություն ստանալու, երբևիցե նորարարական ոչ մի բան, թեկուզ սոցիալական կայքերից, եթե ունեն հիմա շատ ակտուալ է, չէ, ունեմ այսքան դիտում, ունեմ այսքան հետևորդ, դա բոլորը ժամանակի հարց է եւ շատ մի օր պատահաբար կարող այդ ամեն ինչը վերանա, բայց այն ինչ որ քո ուղեղում է, քո սրտում է, հոգում է, դա չի վերանալու։ Դրա համար այդ սովորելու, անդադ ինքնակրթվելու process-ը պետքա չդադարի։ Խորհուրդ կտամ, որ լինեն ավելի ռիսկով եւ գիտեք, ոչ թե մոտիվացվեն, որ իրենց համակուրսեցին, համադասարանցին, այ բացեց այս ինչ բիզնեսը լավ է, այլ իրենց մոտիվացիայի աղբյուրը գտնեն ուրիշ տեղ։ Օրինակ նստեն եւ իրենց հետ անկեղծ զրուցեն, ինչի են հասել մինչեւ հիմա եւ ինչի են ուզում հասնեն։
պլան գծեն ու իրենց նպատակները շարեն ու քայլեն ու չլսեն ոչ մեկին, որովհետև կողքից խոսացողները շատ են լինելու, որ խորհրդատվողները շատ են լինելու, որ դա չի հաջողի, դա ինչ որ անկապ ես որոշել, չեմ կարծում, որ լավ լինի, կամ միգուցե շատերը փորձեն քեզ ոգևորել, պետք է չի շատ ոգևորվել, որովհետև էդ էլ է խանգարում, այսինքն այդ զգոնությունը չկորցնել ոչ մի պարագայում։ Միշտ թող լինեն ինքնաբավ, ինքնազբաղված մարդիկ եւ ճանապարհը ցույց կտա, որն է իրենց համար ճիշտը։ Շնորհակալություն շատ։ Կարևորի մասին հաղորդաշարն է եթերում։ Այսօր մենք խոսեցինք փոքր բիզնեսի գաղտնիքներից, իսկ իմ հյուրը անհատ ձեռնարկատեր Արփինե Մկրտչյանն էր։ Հաջողություն։